Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ նախ անդրադառնանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակմանը, որը վստահաբար լսել եք արդեն լրատվական կայքերից, առհասարակ նման հաղորդումներից, եւ փորձենք հասկանալ արդեն հիմա ինչի է աղմկում գետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ 9-րդ գումարման ազգային ժողովում պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Իմիջիայլոց դաշինքի կազմում են Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Նոր դարաշրջան կուսակցությունը եւ Միավորված հայեր կուսակցությունը։ Եվ Հայաստան դաշինքը 12 մանդատ, դաշինքը կազմված է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից, առաջ Աչակենտրոն կուսակցությունից։ Գիտեք, այս փոքր կուսակցությունները, որոնք որի մտել ու դաշինք են կազմել, դրանց անուններն էլ է պետք հիշել, որովհետև ընդհանուր պատկերի վրա նրանց գաղափարախոսությունն ու հնարավորությունները բնականաբար ազդում են։ ԲՀԿ-ն չանցավ, մենք տեսանք Տիկին Տոնոյանը ոնց էր բարկացել, դրսում ինչեր էին խոսում կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքվածները, ասենք, որ հավաքվել եք, լավ եք արել, ձեր սահմանադրական իրավունքն է, ձեզ ասել էին ինչու եք հավաքվել, թե դա պարզապես ճնշում կիրառելու միջոց էր ԿԸՀ որոշման վրա։ Դուք սխալ ժամի եք հավաքվել, եթե ճնշման համար էր, որովհետև եթե դուք 18:00-ին են ձեզ ասել հավաքվել, 18:00-ն ԿԸՀ-ի արդեն պատրաստի, աշխատած, վերջացրած բանը հրապարակելն էր մնում, եւ այդտեղ որևէ ճնշում չէր կարող լինել։ Այսինքն իրենք էլ, ձեր առաջնորդներն էլ արդեն շատ լավ գիտեին, շատ լավ գիտակցում են, որ իրենք չեն կարող անցնել, բայց այնուամենայնիվ ձեզ պիտի օգտագործեին, որովհետև առհասարակ իրենց խոսույթի մեջ երբ որ շատ օգտագործում են թուրք, մյուս բառերը, դրանք նրա համար չեն, որ իրանք տես մի ատելությամբ են լծված թուրքերի հանդեպ եւ կամ որ օգտագործում են հայերին փրկենք եւ այլն, այնպես չի, որ մեծ հաշվով հայերի հանդեպ հատուկ հարգանք են տածում։ Դա իրենց գործիքն է, մեխանիզմն է, օգտագործելով ձեզ, ձեր զգացմունքները ամենօրյա կտրվածքով ինչում ասես ձեզ փորձել են համոզելու խաբել, այսօրվա դրությամբ էլ այդ ամեն ինչը պիտի օգտագործվեր, որպեսզի իրենք կարողանան իրենց հարցերը լուծել, այսինքն գնալ ասել, այ տեսեք, մենք այս ուժը ունենք, նենց որ այսինչ տեղը պիտի դուք մի քիչ զիջող լինեք, կաշկանդել մի խոսքով, թե իշխանությանը, թե կառավարությանը։ Լավ, իշխանությանը կաշկանդելը կարող է դուք անգամ համաձայնեք, դա հարցը դա չի, բայց կառավարության գործունեությունը նաև խաթարել, եւ նրանք չեն անթակույց ցույց են տալիս իրենց ուրախությունը, որ այդ տեսեք սահմանադրությունը փոխելը հնարավոր չի լինի։ Սահմանադրություն փոխելը հնարավոր այն կլինի sense tenants, կարող է մի քիչ դժվարություններ առաջանան եւ այդ դժվարությունները մեր պետության մասին է։ Հիմա երբ որ ձեր համոզել են, որ սա Ալիևի հրահանգող փոխվող բան է, սահմանադրություն է, այ Ալիևն է հրահանգում, այնքան են ասել Ալիևն էլ մի հատ հուշել են, ասել են այդից երկու բառ ասած, պատրվանք այ մարդ։ Այն էլ ընդդեմ, հա, դուք պետք է փոխեք, բան, ասած բաներ անում։ Դա չի նշանակում, որ այդ սահմանադրությունը պիտի մնա։ Այսօրվա մեր շատ խնդիրներ ու հարցեր գալիս են հենց դրանից, որ սահմանադրությունը այնքան էլ չի արտացոլում մեր հանրային պատկերացումները, իրավունքները, օրենքները ամբողջովին արմատական, որովհետև այդ սահմանադրությունը կեղծիքով է անցել։ Մեզ որևիցե մեկը չի այսօր Հայաստանի Հանրապետությունում եթե կան որոշակի խնդիրներ, այլ տեսեք բոլորը դուրս են եկել խոսում են միասնականությունից, չէ՞։ Բա ինչի շուրջ պիտի միասնական լինել։ Պետք է միասնական լինել հենց սահմանադրության ու նրա պահանջների շուրջ, մեկը մյուսի իրավունքների հարգանքի շուրջ եւ այլն։ Միասնական թե չէ, հո ցեղ չի, սա բան չի, գայլերի ոհմակ չի, ժողովուրդ է, բնակչություն է, ովքեր որ ունեն տարակարծություններ եւ այլն եւ դրանով էլ հենց ամբողջ ներկապնակը լծվում է։ Պարզապես այդ դրանք չի կարելի խառնել իրար թշնամանք հարուցել։ Բայց անում են, ինչ որ անում են։ Սահմանադրության հետ կապված ասեմ հետեւյալը։
տեսակ Քոչարյանն էլ էր փորձում թռնել, կանխվեց, հիմա կասեմ թե թռնել հենց ինչ նկատի ունեմ, ու հանկարծ օրինակ Սաթիկ Սերյանյանը գրառում է անում, պատկերացնում եք, ասում է մի րոպե, սա բնականաբար հենց ԱԱՑ-ի ձեռքի գործն է, որը տարածում են ԿՊԱ-մեր ԶԼՄ-ներն ու սունկ կեղծիք տարածող իրենց սոցցանցային հարթակները։ Մինչ այդ էլ օդանավակայանում տեսագրել եւ տարածել էին Գագիկ Սարուկյանի լուսանկարները, ինչի հիման վրա եք մարդկանց ազատ տեղաշարժն արգելում եւ ի վերջո դուք ինչ իրավունք ունեք այդ տեսանյութերը եւ լուսանկարները փոխանցել որևէ մեկին, վերջնականապես արձանագրենք Հայաստանում այսօր ԱԱՑ-ն ոչ միայն քաղաքացիների հեռախոսազրույցներն է ապօրինաբար գաղտնալսում, քաղաքացիներին հետապնդում, այլև ամոթալի կացնային գործիք է դարձել սրանց ձեռքին, ինչպես դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, դատարանները, սրանք բոլորը հանցակից են ժողովրդավարություն բառը ինչքան ուժ ունեն այլանդակել են։ Սա ասել է Սաթիկ Սերյանյանը։ Սաթիկ Սերյանյանը, ով շաբաթը եթե ունի երկու հյուր, մեկը հաստատ Շարմազանովն է, մյուսը Աշոտյանը։ Հիմա կարող է մի քիչ փոփոխվի, չգիտեմ, բայց այդ է իր համար։ Ու Սաթիկին Սերյանյան հուշեմ հետևյալը։ Այդ սահմանադրությունը, որտեղ որ ԱԱՑ-ն որոշակիորեն ենթարկում է վարչապետին, Հայաստանի Հանրապետության բնակիչների պարանոցին փաթաթել է Սերժ Սարգսյանը, Սաթիկ Սերյանյան։ Այլ լավ կաներ մի երկու բառել հանուն անկեղծության գրեր, որ այս հանրապետականները ինչու բերեցին ու այս օինը սարկեցին գլխից։ Եթե չես հիշում, հիշեցնեմ, որ բոլորս ասում ենք, որ դա Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է։ Թագուհի Թովմասյանի եղբորը հարցրու Հրայր Թովմասյանին ինքը կասի, ինքն է անձամբ Սերժի չափերը վերցրել, բոլոր վայրերից։ Ու այդ կոստյումը կարել։ Ու ընտրակեղծիքներով էլ սղծրել անց է կացրել։ Դե ոնց որ միշտ էլի։ Հիմա այոյի շտաբում էլ դուք եք աշխատել։ Հիմա դուրս ես եկել ինչից ես բողոքում։ Հիմա այսօրվա իշխանությունը ասում է սահմանադրությունը պիտի փոխվի, որովհետև մեզ խալխի հակով կոստյում կամ մեր հակով կոստյում պետք չի, լավ չի որ լինի։ Հակառակ այդ կոստյումը պիտի լինի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հակով։ Կամ առհասարակ դրա հանդեպ պիտի կոստյումի վերաբերմունք չունենանք, այլ ավելի լայն ըմբռնումներ լինեն։ Հիմա ասում են պետքա փոխվի սահմանադրությունը, փոփոխություններ սահմանադրական հանրակրվե։ Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ։ Մասնագետներն աշխատում են, դուք ասում եք սա Ալիևի հրահանգով է։ Հիմա դուք ուզում եք սահմանադրությունը մնա, թե չեք ուզում մնա։ Իհարկե ես չեմ զարմանա, որ դուք ոչի շտաբում լինեք, որովհետև դուք կարող եք մի կողմից, դա ձեր ռազմավարական բնույթն է գործողությունների, մեկ նալին խփել, մեկ մեխին։ Մի կողմից դուք կարող եք բողոքել, որ այսպես է, մյուս կողմից կարող եք Ալիև մեջ բերել, դե ելում պիտի մեջ բերեք, ելով ունեք, որ մեջ բերեք։ Սա առաջին հերթին։ Երկրորդ, որտեղից է տարածվում, ինչ է տարածվում, գիտեք ինչ, կամ դատարաններ, դատախազություն, այդ էլ ձեռի հետ ասում եք, իբր դուք էլ եք դժգոհ դատարաններից։ Դուք դատարանների գործունեությունից դժգոհ եք։ Դեպի մի հատ տարական հարց տամ ձեզ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին միեդի վճիռով համարեցին մեղավոր, որ պետությունը այդ ժամանակ քաղաքացիների անվտանգությունը դրել է բանի տակ ու մարդիկ են զոհվել։ Բա այն դատավորը, որը որ վազելով թուղթը փորձում էր հասցնել տեղ, այն մյուս դատավորը, որ սխալ վճիռ էր կայացրել, այդ ով էր այդ դատավորը։ Ով էր, որ դատական շենք մտնենք, դատավորներից կեսից ավելին քոչարսերժական բանդայի կամ բարեկամ ծանոթ խնամիա կամ մարդու կնիկ են, մարդու կնիկ, մարդը իրավաբանա կնիկը դատավոր։
Պատկերացնում եք, մարդը փաստաբան է, կինը դատավոր։ Այսինքն, եթե մի հատ գործ կա, որ է դատավորի մոտ է ընկել, դու կարաս այդ փաստաբանին վարձես, ինչը դալիճում ասի, կասի, ինչն էլ չէ տունը կասի։ Ու դուք բողոքում եք սեզ, մեկ փաստաբանների պալատ կարող այցելենք Սաթիկ Սեյրանյան։ Փաստաբանների պալատ այցելենք, տեսնենք, քանի փաստաբանա քաղաքացու օգտին աշխատել։ Այն այստեղ մի հատ հավելում, այն քաղաքացու, որ հնարավոր է նրանց ժամանակներում պետական որևիցե ինստիտուտի դատի է տվել։ Դարձրել են անձնական օֆիս։ Իմ հետ ինչ պատահի, ես ուր ասես կմտնեմ, բացի այդ փաստաբանների պալատից, եթե անգամ ունենամ բոլոր իրավունքները օգտվելու նրանց ծառայություններից, որովհետև կտան գործի հերեկանից են։ Քաղաքական պատկերացումներից ելնելով։ Ու իզուր շղարշ մի ստեղծեք, իբր բողոքում եք, որովհետև այ հենց դուք եք մի կողմից բողոքում եւ մյուս կողմից դատապարտում, որ քաղաքացիները հանուն արդարության դուրս եկան ու դատարանների շենքերի մուտքերը փակեցին։ Դուք չեք մեխին, նալին, մեխին։ Իսկ ուր էր թռնում Քոչարյանը։ Տեսեք, եռագլուխ հրեշի 3 ներկայացուցիչները, առաջնորդները կոմպլեկտը պատրաստ է։ 3-ն էլ փորձել են գնալ։ Գագիկ Ծառուկյան, եռագլխի մի գլուխը, Նարեկ Կարապետյան, եռագլխի երկրորդ գլուխը եւ հերթականությունը կապ չունի, եւ Ռոբերտ Քոչարյան, մյուս գլուխը։ 3 գլուխներն էլ փորձում։ Սերժը հələ չի փորձել։ Բայց Սերժին էլ այդ ընտրությունների համատեքստում եռագլխի մեջ չենք էլ հաշվում։ Կտրիչն էլ հələ չի փորձել, չգիտենք, բայց եռագլուխ երբ որ ասում ենք, կային սրանք ու իրենց իհարկե խամաճիկներով կամ իրենց տիկնիկավարով։ Եռագլուխ սրանց նկատի ունենք։ Հիմա 3 էլ փորձել են գնալ, բայց ամենաուժեղը որն էր։ Մի հատ փորձեց Ծառուկյանը գծերը ստուգի, օդանավակայանից բռնեցին, բերեցին։ Հետո Նարեկ Կարապետյանը ասաց՝ մի րոպե ես խորամանկ եմ։ Փորձեց այլ ճանապարհով գնա, էլի չթողեցին, ասում են ինչ ես անում, գնում էի նկարեի ֆուրերը ոնց են կանգնած։ Ֆուրերը կանգնած լինելու տեսանյութերը 1 միլիոն հատ կա։ Ֆուրի վարորդներից ցանկացած մեկի հետ կապնես, այդ ֆուրերը նկարելու համար էս պարտադիր չի ասես ընդ, որ դու ձեր թիմի օպերատորը չես կամերանոցից գնում ես, որ անձնական, չգիտեմ, ինչ կադր բռնես, ասենք, ինչ ես խոսում։ Եվ Քոչարյանը մի քիչ ավելի ուրիշ փորձեց անել։ Տեսեք։ Դե պիտի ներկայանան Կիրիենկոին, չէ, 3-ով։ Նայեք։ Հասկացա, որ Ծառուկյանը չի կարողանում գնա, Նարեկը չի կարողանում գնա, ինքը պիտի փորձի։ Բայց ճանապարհը համընեցա, փակիր համար համընեց։ Ինչ արեց։ Հրապարակում արեց։ Խոդ կանյոմ իր պատկերացմամբ, էլի, ասենք բոլորը մեր ժողովրդին էջտեղ են դրել, չգիտես։ Որ Ռոբերտ Քոչարյանը 3 օրյա արձակուրդ է մեկնում։ Երկրից դուրս է գալու, չգիտեմ, անձնական գործերով։ Հրապարակումը տարածեցին, իբր տեսեք մենք բաց ենք գործում, նես չի էլի, որ դուք եք հայտնաբերում ինչ-որ բան։ Մենք շատ պարզ ասում ենք, որ բան։ Քոչարյանը գնաց, ասեցին մի րոպե, ջաջա, հետ արի։ Ուր ես գնում կինո, ոչ մի կինո։ Հետ բերեցին։ Ու գիտեք, իշտեր բան, ես արդեն իմ խնդալը գալիս էր դրա վրա, դե ինքը պիտի այդ շոուն կազմակերպեր, Քոչարյան Ռոբերտը, պիտի անձնապես գնար, որ շոուն ստացվեր։ Որպեսի այնտեղ ցույց տար, ասես, տես, Կիրիենկո ջան կամ Պուտին ջան, մենք ուզում ենք գանք, մեզ չեն թողնում, հենա են էլ կադրերը, եկել են որ գամ, չեն թողնում, իրանց այդ կադրերն էին պետք, այնպես որ Սաթիկ Սեյրանյան, ինձ թվում է այս կադրերը հենց ձերոնք են տվել ձեր ձեռը, եթե փորձենք այտենց ամեն մեկս մեր կարծիքը ասելու, հա, կամ կարող ենք տեսնել, թե առաջնը որտեղից հրապարակումը գնացել։ Մի խոսքով, այդ կադրերը պետք էին, ու մի անգամից Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ գնել, հենց այդտեղից սկսեց, ուրեմն ես այսքան բանը մինչև ուզում էի մեկնապահնել, որ գրեի, մեկ էլ աչքովս ընկավ, որ
այն ամենավերջիններից մեկն էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարություն արել։ Մենք եթե փախնող լիներ Ռոբերտ Քոչարյանը 3 օր առաջվանից ասել ենք, որ նա պետք է գնա, այնա չէինք ասի անել, ինչ ուզում ասի չես հասկանում։ Ասեր, չասեր, պիտի գնար կանգնացնեին։ Դու այդ հենց այդ են փորձել խաղարկել, էլի շոուն տեղա ժողովուրդ ջան։ Ինչի մասին, որ ուզում էինք ասեն, կերել, իրանք իրաց բերանով ասեցին։ Անկամ չթողեցին, որ մենք մի փոքր ցած դժվարություն քաշենք, մեր պատկերացումները տեղադրենք համացանցում։ Շատ արագ իրանք մեր պատկերացումները տեղադրեցին։ Բայց դե իհարկե Քոչարյանը Քոչարյան չէր լինի, գրասենյակի աշխատողներն էլ գրասենյակի աշխատող չէր լինի, որ ասես չար թույն չգցեն։ Այս թուրքական, չգիտեմ ինչերը, իբր Քոչարյանը թուրքերից նեղվում է, էլի։ Այս թուրքական, չգիտեմ ինչերը, եթե կա մի հատ փախնող այդ իրենք են։ Գիտեք ինչ։ 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Երևանից ինչ ինքնաթիռ ուզում էր թռնել, խելապակասի նման գնում վազում եք ինքնաթիռի դեմ, ասում եք ենա Նիկոլը փախնում է, գնում ենք չթողնենք, չպիտի փախնի, չգիտեմ, գնում ենք քաղաքացիական ավիացիայի դեմը փակում եք։ Դուք ենթադրել եք, որ պիտի փախնի։ Թեխի պիտի փախներ, ես չգիտեմ։ Իհարկե, անվտանգության կանոններից ելնելով կարող է որոշակի բունկերում լինել եւ այլն, կներեք, ձեր Պուտինն էլ բունկերներում է, որովհետեւ անվտանգային հարց կա։ Բայց փախնելը ո՞րն է, բայց գիտեք ստեղ ո՞րն է հարցը։ Ամեն մեկը մտածում է այնպես, ինչպես ինքը կաներ։ Ասենք ոնց են մարդիկ պլանավորում, չէ՞, ասենք նայում են այ ինչ կաներ ինքը, տենց է մտածում դիմացինի մասին։ Եվ քանի որ դաշնակները ճիշտ 100 տարի առաջ դրանից փախել են, ճողոպրել են, հայ ժողովրդի ճակատագիրը դնելով հարցականի տակ եւ Հայաստանի Հանրապետության, առաջին հանրապետության գոյությունը նույնպես դնելով հարցականի տակ, ու իրենք դրանից հետո իրանց անընդհատ արդարացել են, չէ՞, որ իրանք ճիշտ են արել, ոչ են ասել, արա շատ վատ բան արեցինք, որ փախանք։ Իրենք իրենց ոչ են դատապարտել։ Դուք տեսել եք մի հատ դաշնակ, որ ինքը իրեն դատապարտի, ինքնակնդատության ենթարկի, դες բան չկա։ Չի լինում։ Ով կարա ինքնակնդատության ենթարկի, պարզապես դուրս է գալիս դաշնակցության կազմից։ Ուրիշ ձև չկա։ Ու քանի որ իրենք փախնող են, թռնող են, իրենք ենթադրում էին, որ տենց պիտի լինի, էլի պիտի պետության ճակատագիրը թողնի, փախնի։ Հիմա այստեղ է։ Այ այսքան տեղը Սաթիկ Սերյանյան։ Այ ես մի հատ գրառումով ինձ առնվազն 3-4 օրվա հաղորդման թեմա է տվել։ Կհն Գագիկ Ծառուկյանը, կհն ինչ, կհն իր համար, ասում էր, բանա, արդյունքները կան, սենց է, ոնց որ թե չի անցնում։ Բարգավաճը, տոկոսայինով։ Ընդեղից պահանջեցին SSS, կոնկրետ ասեցին, չէ, SSS տարածքներում բան արեք, վերահաշվարկ արեք։ Սրան ենք։ Վերցեցին, արեցին վերահաշվարկ։ Հասան երկու տեղ, ասեցին մի րոպե, այստեղ բացի վերահաշվարկը, չնայած վերահաշվարկը էլի արեցին։ Ոնց որ թե հանցակազմ կա, որովհետև ուրիշ բան է, որ տեխնիկական խոչընդոտ է եղել կամ տեխնիկական խախտում է եղել, ուրիշ բան է, երբ որ խախտում է եղել, որի տակ հանցակազմ կա։ Մարդ ասացեցի գնում է, իրավապահ մարմինները թող զբաղվեն, հետևաբար չենք կարա այդտեղ կրկնակ քննություն անել, այսինքն ինչ, հանցագործության վրա աչք փակենք, տեսնում ենք հանցագործությունը, աչք փակենք, իմիջիայլոց ժամկետային զինծառայողներից մեկին էլ հենա ձերբակալել են, կներեք, բան, պայմանագրայիններից մեկին, ձերբակալել են, ինչի համար, փող վերցնելու համար, տենց եք ուզում, խնդրեմ համեցեք, արդյունքում չանցակ, ով բզբզած դուք, այսօր էլ դուրս են եկել մենք այդ արդյունքները չենք ուզում ճանաչել, եմ ինչ ճանաչեք, յանի մենք ձեզ ճանաչում ենք, դուք արդյունքները պիտի չճանաչեք, դուք ոնց կարեք 730,000
քաղաքացու քվեարկություն չճանաչել մեր մասում, ձեր մասով չեմ ասում, դուք մեկա sense տենես նորմալ վերաբերմունք չունեք ձեր ընտրողների մասին։ Դուք մենակ խոսքերով կարակ ասեք, բայց այդ տրամաբանության մեջ քանի որ չեք ապրում, կեղծիքը վրաներիցը թափվում է։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Տեսեք, հիմա ռուսական ազդեցության մասին։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չպետք է Ռուսաստանի հետ գործընկերությունը, չգիտեմ ինչեր են խոսում, ինչ ուզում խոսում են։ Կներեք, երբ որ ասում եք հայ-ռուսական հարաբերություններ կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ, դուք ինչ եք հասկանում։ Որովհետև այդտեղ կա երկու առնվազն պատկերացում։ Որից մեկը ձեր պատկերացումն է, որ լինել Ռուսաստանի կազմում կամ տակ կամ մի խոսքով ընդեղից կառավարվի Հայաստանը, ստեղ մի հատ գուբերնատորով։ Եվ սա չափազանցված նկարագրություն չէ, ճիշտ հակառակ, սա շատ համեստ նկարագրություն է, ու նախադրյալներն էլ եղել են, դե նայ մենք Հայաստանը ոնց է քիչ-քիչ տարել, մցրել այդտեղ։ Ամեն օր մի հատ շղթա ավելացել է մեր պարանոցին, ոտքին, ձեռքին, սենց կապրտել եք մեզ, դուք, նախկիններովդ։ Դրա համար այսօր կարողանում Ռուսաստանը, դե որ իմ ասածով չես անում, ես էլ ճանապարհը չգիտեմ, ես ինչ բանը կփակեմ, որովհետև գիտի, որ այնքան շղթա եք ձեր ձեռներով գցել ես պետության վրա, որ թե չէ ինչ պիտի անի Հայաստանը, այսենց են իրանք մտածում։ Եվ երկրորդ տարբերակը, որ դրանք ոչ թե հարաբերություններ են, այդ հարաբերությունները պիտի լինեն երկու անկախ պետությունների հարաբերություններ, ոչ թե անձնական միայն, անձնականը իհարկե դեր խաղում է։ Ինչի համար եմ ես միտքը արտաբերում։ Ռուսաստանի Դաշնությունը ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել։ Ըստ ձեզ։ Իր գործընկերն է, չէ՞ իր ասելով։ Բարեկամական, հազարամյա, չգիտեմ, հազար դարյա, այնքան է նկարագրել ձեր նմանների մոտ պատկերացում է, թե Ռուսաստանն էլ է մի 5000 տարվա պետություն։ Նայեք, մենք կարող ենք պատկերացնել, թե Ռուսաստանի հետ ինչ տեսակի հարաբերություններ ենք ուզում ունենալ։ Ըստ ձեզ, Ռուսաստանը ինչ հարաբերություններ է ուզում ունենալ Հայաստանի հետ, կամ առհասարակ ուզում է ունենալ, թե չէ, վերաբերվում է որպես անկախ պետություն, թե վերաբերվում է որպես իր տարածք։ Իմիջիայլոց որպես իր տարածք, այդ ջրաղացի ջուրը դարձյալ դուք եք լցնում։ Բա եկեք վերադառնանք, չգիտեմ, Թուրքմենչայի պայմանագիր։ Ու որտեղից է սուր վերադառնում։ Անկախ պետականությունից վերադառնում է Թուրքմենչայի պայմանագիր, որտեղ Պարսկաստանից նոր է խլել տարածքը հայկական, ասենք, ես ինչ մտածողություն է, էլի, ու իմիջայլոց, ես խոսույթի ջատագովներից մեկը փառապանձ հերոս գեներալ է, նու Վիտալի Բալասանյան անուն ազգանունով, պես մեկա տենց է գրված, փառապանձ լեգենդար, չգիտեմ, ինչ ասես գրում են իրանք, նու երևի այդ հավելումները դաշնակները կտան, որովհետև դաշնակներն են սիրում, տենց բառերի մեջ մի քիչ ծաղկացնել, չգիտեմ, ձևակերպումները։ Այս ինչ մոտեցում է։ Բայց իրականում ինչա տեղի ունենում։ Մենք տեսնում ենք հենա Ամերիկա-իրանական հարաբերություններում ԱԱԿ-ին առաջընթաց խաղաղության տեսանկյունից եւ սանկցիաների չեղարկման մասին ինչ որ կետեր կամ առնվազն սպասելիքներ, առաջարկներ եւ այլն, դա նշանակում է, որ քիչ տարածաշրջանը սկսում է շնչել, այսինքն աշխարհը եկել է որոշակի կոնսենսուսի ճանապարհների հարցում արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ եւ այլն։ Եվ մեծ գլոբալ այս աշխարհակարգի նոր աշխարհակարգի կարծես թե բաները սկսում են նշмарվել, որ ուղղությամբ են գնում, դա լոգիստիկան է։ Հիմա Ռուսաստանը նախապես սրան մասին տեղյակ չի, իհարկե տեղյակ է գերեզոր երկրներից մեկը, որը որ այդ բանի մեջ է։ Ինքը ուզում է Իրանի հետ ունենալ շատ հեշտ սահման, շատ հեշտ, բացի այն, որ մի հատ այդ թրիփի ուղի ասվածը չեզոքացնի ու դարձնի երևի Պուտինի ուղի, պրիպ, ասենք չգիտեմ,
Սես բանա ուզում սարքի։ Բացի այդ, լինի Իրանի հետ սահմանին, որովհետև այն կողմով էլ Հորմուզի նեղուցն է հեսա սկսում աշխատել։ Եվ տարածաշրջանը պայ իր ազդեցության տակ Իրանի հետ ոնց Իրանի ու Թուրքիայի հետ իրանք իրաց պայմանավորվածություններով լինեն հակակշիռ այդ բանը վերցնեն, որպեսի նու կենտրոնում են, չէ, հայտնվում արդեն, որպեսի կարողանան այդ լծակները կիրառել, թե արևելքի վրա, թե արևմուտքի։ Չգիտեմ, սենց ես ընդհանրական բան եմ ասում, բայց իմ կարծիքով ըմբռնելի է Ժողովուրդ ջան ձեր համար։ Այ դրա համար է կռիվը, եւ դրա համար է իր դեսանտներին ուղարկել։ Այս դեսանտներն էլ եկել են, թե բա հա, եկեք տենց անենք, բայց քանի որ այնտեղ 3+3 տարբերակը կա, այսինքն Ռուսաստանը Թուրքիայի հետ է համագործակցելու, այսքան տեղը որպեսի ոչ ոք չհասկանա, եկեք թուրք ասելով մի ձև անցկացնենք։ Իմիջայլոց ամենացիծաղելին որն է այս խոսակցության մեջ, այո 300,000 ադրբեջանցի, բան չգիտես ինչ։ Ամենացիծաղելին որն էր, որ օրինակ Մոլդովայում նույն սցենարը երբ որ կիրառում էին հիբրիդային պատերազմի, այնտեղ էլ դե Մոլդովայում չեն կարող ասեն, չէ, թուրքերը հեսա կգան բան։ Ինչ ասեն, ինչ չասեն, շատ լավ հասկանում էին, որ կարող են բաների, փախստականների հարցով վախացնել, այ Եվրոպայում դու ստիպված ես փախստականներ ընդունել, չգիտեմ, արաբական երկրներից, եսին որտեղ արենքից եւ այլն, ինչ ահաբեկչությունների կարող է տանել, բան պետության մեջ նրանք կարող են վաղը մյուս օր շատ երեխաներ ունելով վերցնել։ Էփում էին այս թեման, որ այ եթե դու գնում ես եվրոպական ճանապարհով, ուրեմն դու այ հեսա 300,000 փախստականներ են գալու։ Ու հեսա են էփում։ 300,000 թիվը շեշտելով։ Դարձյալ նույն սխեմաներով, դարձյալ նույն իբր ֆրանսիական, բայց իրականում թուրքական եւ ռուսների կողմից ֆինանսավորվող կայքերով այս ամեն ինչը տարածում էին։ Եվ մարդիկ էլ չգիտեն, չէ, բացում օրը ոնց 300,000 տերորիստա գալու լծվի։ Մեր պարագայում այդ փախստականի թեման ինչի օգտագործեն, եթե կա պատմական անարդարության զգացում մեր ժողովրդի միջև, դե եկեք ասեք 300,000 թուրք է գալու կամ ադրբեջանցի։ Նույն թիվը, նույն սխեման, նույն խամաճիկները ազգանունների տարբերությամբ իհարկե։ Եվ նպատակը նույնպես նույնը, պահել իրենց ազդեցության տակ, թույլ չտալ անկախ իշխանություն կամ պետականություն։ Սա է հարցը։ Այստեղ ինչ որ բարդ սխեմաներ չկա։ Բարդությունը կայանում է նրանում, թե ով որքանով կկարողանա այս միտքը հասցնի հասարակությանը։ Եվ քանի որ նրանք ունեն լրատվական դաշտում հսկայական ներուժ, դե ֆինանսական մասով նույնպես, իսկ իշխանությունները այս պարագայում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի ֆինանսական ներուժի այն ծավալը, որ միայնակ դիմակայի, որովհետև չի կարող ինքը պետության ռեսուրսները օգտագործել, ինքը պետք է իր ռեսուրսները օգտագործի, այստեղ արդեն որոշակի բալանսի խախտում եղավ ու ցավոք սրտի մեր շատ քաղաքացիներ այս խայծը կուլ տվեցին, մնացին դրա տակ ու գնացին, ասենք, ինչ աշխատում 300 քանի հազար հոգի գնացել Սամվել Կարապետյանը ընտրել, ի՞նչն է ընտրել։ Ինչ, ասենք խի Արձականյանին այդքան մարդ չի ընտրել։ Նույն կլասի մարդիկ են, մտավոր ընդունակությունները եթե հաշվի առնենք։ Մտավոր ընդունակությունները չէ, այստեղ Արձականյանը ահագին առաջ է։ Ձևակերպումները լավ, հռետորաբանությունը, խոսույթը, խոսք կառուցելու հմտությունները։ Ոնց համոզես բա։ Ոնց արեց, եկավ ես ասում եմ, ուսես բոլորը, մենք հենց իրան էլ սպասում ենք, չէ։ Ռեսուրսներ կիրառվեցին, չէ, կեղտոտ ռեսուրսներ։ Ու ամենավատը, այդ կեղտոտ ռեսուրսներին հավատացողները, այսօրվա դրությամբ շատերը իրենցից, մտածելով, որ տենց բան ունենք, չէ, ոնց, ով է սխալվել, ես չեմ սխալվել, եմ որ անկապ բաներ ունենք, չէ, չեն էլ ցանկանալու ընդունել տևական ժամանակ իրենց սխալը։ Էլ չխոսենք մատրյոշկաների, բոտերի, մոտերի մասին, հրահանգավորված աշխատող այդ բանականությունը արհեստական, պատկերացնում եք, ուրեմն հրապարակում է տեղադրվում։ Եկեք մի հատ ովքեր որ Facebook սոցիալական ցանցում կան, ինձ բացատրեք դա ինչ է։ Տեղադրվում է հրապարակում։ Չգիտեմ, նարեկ, Կարապետյանն է сказал речь։ Ու տակը գնում է։ Այո, պետք է
հենց այդպես էլ անել, օրինակ, տակը հիմա։ Մյուսը, այո, պետք է այդպես էլ հենց անել հիմա։ Այո, այդպես էլ հենց պետք է անել հիմա։ Այսինքն բառերի տեղերը մենակ փոխած, շատ դեպքերում է էլ փոխած չի, այսինքն նույն բանով, որի էջը բացում ես, տակը մարդ չկա։ Սիրուն աղջիկների նկարներ են, բաներ են սենց, բայց բացում ես այդ էջը կառավարողը չկա։ Բայց տարիքով մարդիկ են, չեն խոհան, նայում են, ընդ մի 30,000 հոգի եսի ինչ ա գել։ Սա ռեսուրս է, սա ազդեցություն է։ Սա ազդեցությունն է։ Այնուամենայնիվ գանք, ինչ եղել է, չնայած շարունակում են նույն ձևով, բայց կարծում եմ, որ այստեղ մեր համապատասխան կառույցները նույնպես գործի մեջ են։ Գանք հակակոռուպցիոն կառույցի հայտարարությանը, ուրեմն կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը, կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները եւ դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարին միջնորդելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետ այսօր նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով։ Տեսեք, եթե մինչև այս պահը իրավական առումով դա անհնար էր թվում, որովհետև, գիտեք, այո, բողոքը բոլորս էլ հասկանում ենք ու բոլորս էլ նույն ուղղությամբ բողոք ունենք, բայց իրավական առումով դա անհնար էր թվում։ Այսինքն, սա քաղաքական ուժն է, դե իր տասնապետերով, հարյուրապետերով փողերը բաժանում է, ձերբակալվելուց սրանք ձերբակալվում են, այդ մի տոկոսն է ձերբակալվում կամ 2% բաժանողների, բնական է, չէ, որ հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող բոլորը փակել, բանա, ձերբակալվում են դրանք, ռեսուրսներն այդքան են։ Բայց միևնույնն է, այդ process-ը գնացել է արդեն, ու այս ուժը դրա հիման վրա կարողանում է գա իշխանության։ Երբ որ նրանց էլ բռնում ես, ասում ես, այս ուժն է բաժանել փողը, եկեք սրանց բանը գործունեությունը արգելենք, ինչ է ասվում, ասում է, չէ, դե գիտեք ինչ, այնտեղ որ դուք բռնել եք, դեռ դատական վճիռ չկա, եւ քանի որ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չի հրապարակվել դատարանի վճիռը, ապա դուք չեք կարող դրանից ելնելով փակել այս ուժի գործողությունը։ Հասկանում եք, այսինքն իրար հակասող բաներ կա այստեղ։ Հետևաբար տվյալ դեպքի առիթով հակակոռուպցիոն կոմիտեն դիմում է արդարադատության նախարարը, ասում որ նախարար ջան, մենք ստեղ ճռռում ենք։ Մենք բնականա որ այս մակարդակի ալիքը, ճիշտ է, դեռ ձերբակալություններ էլի են լինելու, այդ վստահեցնում եմ ձեզ ժողովուրդ ջան, որովհետև շատ գործեր դեռ չեն հասնում, սահմանափակ ռեսուրս է այդ մարդկանց։ Բայց շատ բողոքների հետևից դեռ գնալու են, չէ, որոնք կուտակվել են։ Միևնույնն է, այս ուժերը անցան ազգային ժողով։ Հիմա նենց արեք, որ այս հակասությունները վերանա։ Թե ինչ արձագանքի, ինչպեսի արձագանք կլինի արտադրության նախարարի կողմից, այդ մեկը թույլ տվեք, ես չգիտեմ, իսկապես իմ իրավաբանական, իրավագիտական պատկերացումները առայժմ տենց չի տեսնում կտրուկ մեխանիզմներ, իմ կարծիքով ամեն դեպքում այստեղ իրավաբանները ահագին չարչարվելու բան են ունենալու, թող չարչարվեն, դա պետության բարօրության համար է, այդտեղ ոչ մի խնդիր։ Եվ հաջորդ հատվածում արդեն անդրադառնանք Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական 3 նոր փոփոխություններով է, նախաձեռնություններով է հանդես եկել, մինչև 9-րդ գումարման ազգային ժողովը երևի կհասցնեն այս փոփոխությունները մտցնել, ինչը ես բավականին կարևոր համարում եմ։ Դե առաջինը նաև որ
խստացնեն ու ծանրացնեն պատիժը ընտրակաշարք թե վերցնողների թե տվողների համար, հաջորդը ազգային ժողովի падգամավորների երթման արարողության տեքստի փոփոխությունն է, ինչը չափազանց կարևոր է իմիջայլոց, որովհետև ամեն ժամանակահատված, ամեն էտապ ինքը տվյալ պատկերացումն ունի լեզվական եւ այլն, հա, եւ 90-ականներին դրված այդ տեքստը, խոսույթը, խոսքը, մեկնաբանությունը, նպատակները խիստ կարող են տարբերվել այսօրվանից, ընդ որում այն ժամանակ եղել ենք նախագահական, հիմա պարլամենտական։ Ես ճիշտն ասած դեռևս նոր առաջարկի նոր տեքստին ծանոթ չեմ, չնայած Ալեն Սիմոնյանը խոստացել է, որ կհրապարակի առաջարկվող տարբերակը, ինչին կանդրադառնանք, երբ որ ծանոթ լինենք, բայց այս ամեն ինչի մեջ ինձ ամենաշատը թերևս որպես քաղաքացու, հա, որ ըմբռնելի է դա, որովհետև այն երկուսը եթե իրավական դաշտից են կամ падգամավորական գործունեության, օրենսդիր գործունեության դաշտից են ու կարող են դեռևս նյուանսներին չտիրապետել, բայց այս մեկը իմ սրտով է, որը որ վերաբերում է հետևյալին, որ ամեն բնակավայրում, ու գիտեք ինչ, սա ախր օրենքով չպետք է լիներ, այսքան որ առավոտից իրիկուն խոսում ենք մենք, հայրենիքը, հայը, Հայաստանը, իսկականը, ստիծը, սուպեր հայը, հերոսը, բան, սենց որ խոսում ենք, սա պիտի մեքենայորեն այդպես եղած լիներ, բայց քանի որ այդպես չի, Ալեն Սիմոնյանը առաջարկում է օրենսդրական բանով, որ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը իրենց մուտքի մոտ, ասենք բնակավայր մտնող հիմնական ճանապարհին կլինի, թե որտեղ կլինի, ունենան դեպի վեր խոյացող եռագույն դրոշ։ Իհարկե չափերը մի քիչ ես բան չեմ, կարծեմ Ալեն Սիմոնյանը ասել էր առնվազն 1-2-ի վրա, բայց չէ, ես այստեղ մի քիչ համաձայն չեմ, առնվազն թող լինի 2-5-ի վրա, մինիմումը, որովհետև 1-2-ի վրա ինքը այդքան էլ տեսանելի չի։ Ու այսա, ինչով եմ ես այսքան այս մի նախաձեռնությունից ոգևորված, որովհետև սա լեզվան մտածողություն է, որը մեզնից գողացել են ժողովուրդը։ Գողացել են։ Դուք չեք պատկերացնում, այո, որոշ կարևոր իրադարձություններին մենք եռագույնը անպայման ձեռքներս վերցնում ենք, բայց դուք չեք պատկերացնում, թե ոնց են այս կարևորագույն սիմվոլը փորձել մեր ուղեղի միջից քիչ-քիչ թուլացնել։ Ընդհանուր հասցրել էին նրան, որ 21 թվականի ընտրություններին Ռուսաստանի դրոշներով էին դուրս եկել Հանրապետության հրապարակում միտինգի, ու մենք դա տենց ինչ-որ տենց բան չենք տեսնում այդտեղ, էլի, հա, խորդ բան։ Այսօր է, որ քիչ-քիչ սկսվում է եռագույնի կիրառումը շատանալ Հայաստանի Հանրապետությունում, եւ դա շատ կարեւոր է։ Աշխարհի ցանկացած երկիր, եվրոպական երկիր, գնացեք, մարդիկ սիրում են իրենց տան վրա, չգիտեմ, իրենց սեփականության վրա, իրենց փոքրիկ նավակի վրա, մեքենա սիրում են այդ իրենց դրոշը ունենալ, կրել։ Կրում են ամենուր, գրեթե ամենուր։ Մտնում ես այդ երկիր, դրոշի գույները անգիրարած դուրս ես գալիս։ Եվ այո, բնակավայրերում ախր պիտի համայնքի ղեկավարները դա ինքնուրույն արդեն արածնեն։ Տեղեր կա, որ արել են, բայց ընդհանուր սա արդեն օրենքի պահանջ կլինի, ինչին ես երկու ձեռքով կողմ եմ։ Դե ինչ, այսքանով թույլ տվեք եզրափակել այսօրվա ազատ շփումը, կհանդիպենք վաղը, ցտեսություն։